Դատարանն այսօր մերժել է պաշտպանների միջնորդությունը տնային կալանքից ազատ արձակել Շիրակի թեմի առաջնորդին, միաժամանակ թույլատրելով, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը մասնակցի պատարակներին։ Առաջին ատյանի դատարանը բարձրաստիճան հոգևորականին մեղավոր է ճանաչել իշխանությունը զավթելու կոչի համար, քրեական գործը նա համարում է քաղաքական հետապնդում։ Պատվարժան դատարան պաշտպանության կողմը հանդես է գալիս խախտման միջոցառումների միջնորդությամբ, մասնավորապես գտնում ենք, որ մեր վստահորդի խախտման միջոցը ենթակա է փոփոխության, քանի որ պատվարժան դատարան ըստ էության, եթե ուրեմն պատժի կրման պայմաններում լիներ մեր վստահորդը, ապա նրա պատժի 1/3 ժամկետը արդեն իսկ լրացել է, եթե տրամաբանության մեջ նայենք։ Խնդրում ենք թույլատրել Միքայել Աջապահյանին եկեղեցական կարգի համաձայն մասնակցել հանդիսապետել Շիրակի թեմի առաջնորդանից Գյումրու Սուրբ Աստվածածին 7 եկեղեցին կատարվող ծիսակարգերը, ամենօրյա առավոտյան ճաշի երեկոյան ժամերկությունները, Կիրակները Սուրբ Ադամները, Վացարի եկեղեցական ուղղությունները, այլ կարևոր արարողությունները։ Պատվարժան դատարանը սրա մասին հրապարակային ըստեյության չէր հայտարարվել, որ նման սովորություն դիմումը նախատեսվում, բայց 2 օրվա ընթացքում ներքին կարգով իմանալով այս մասին 261 անձ է ստորագրել դիմում դիմության հիմքում, եթե դրա մասին հրապարակային հայտարարվել, կարծում եմ, որ քանակը բազմաթիվ անգամ ավելի կլիներ։ Տվյալ իրավիճակում պատվարժան դատարան պաշտպանական կողմերի գործընկերների կողմից ներկայացված միջնորդությամբ ոչ իրավիճակության պայմանների փոփոխության վերաբերյալ եւ առանձնական հանգամանքի վերաբերյալ որևէ միջնորդություն ըստ էության չներկայացվեց, միակ հանգամանքն է, որ ժամանակ է անցել 10 օր ավել անցել է արդեն այս եւ երամսած 1/3-ի առումով պատվարժան դատարանը միակ բանը դա է, որը ես կարծում եմ պատվարժան դատարան իրավական օրենսդրական առումով նոր հանգամանք չի կարող դիտարկվել եւ ապահովման միջոցի պայմանի իրավաչափության պայմանի փոփոխություն չի կարող համարել։